Ես անարտարացի եմ զգում մի 2-3 նախադասության համար մարդուն թադելը, գուցեև պորտկում է եղել, իր էմոցիան այդ ծևի է արտահայտել, Աջապարյանին պետք չէր այս վիճակով, իրոք կասեմ, որ պետք չէր։ Եթե սրբազան է, դժվար մեղավոր եղնի։ Ինչ որ երել է ճիշտ է եղել դատարանը։ Ինքը շատ գրագետ հոգևորական է, ես շատ հարգում սիրում եմ։ Ինքը հոգևոր մարդ է, զորավոր մարդ է, իսկ հոգևոր զորավոր մարդկանց պետք է վերաբերվեր զորավոր։ Շատ սխալ բան կինեն Աջապարյանի համար։ Ինչ եղել, նորմալ մարդը, հայդով, այս Նիգորն են իրա թախումով է սաղ, կպը-մպաներ է սաղ, գուզենով մեր երկրի իշկանոր եկեղեցական կա, բոլորին բերնել տան, թե պաչարն ինչ է մենք չգիտենք, ճիշտ չէ։ Դե եթե ձայնի ազատություն կա, այդ մարդը իրավունք ունի, չէ՞ իր ձայնը արտահայտվի։ Այսինքն ես գտնեմ որ դիք սխալ է։ Մանավանդ եկեղեցի մտնին, մանավանդ սրբի Քրիստոսի տունը, Աստծո տունը մտնին ուտպես այդ ձևի գտնեմ որ ճիշտ չէ։ Լոբոյ մարդը ունի իրավունք իր ձայնի ազատությունը արտահայտվելու։ Այդ մարդը սխալ չէ, ինչ որ կսե ճիշտ կսե։ Առաջ հերթին ինքը պետք է քաղաքական ճամես չմտներ, եկեղեցին չեզոք է։ Երկրորդն էլ ես կարծեմ որ դադարություն ընդհանրապես պետք չէ էլի։ Շատ ցավալի հարց է, շատ կներեք։ Ուղղակի անմտությունն է, թող գնան ներկա սպանողներին գտնեն, բռնեն։ Ինչ կա որ սրբազանին մեղավոր են հանում, խոսքերի համար միայն։ Մենք վերջը քրիստոնյա ազգ ենք, չէ՞, բայց չի երևում, արդեն կորել է ամեն ինչը։ Աջապարյանը իրան սխալ վերաբերմունք ցույց տվեց ժողովրդի հանդեպ ու առաջինը կրոնի հանդեպ։ Ինձ նշանակություն չունի ճմար։ 5 տարի կուտանց է 10 տարի կուտանց 2 տարի։ Ու կարելի է սրբազանին դադել։ Մեր հոգևոր սաղ մշակույթը քրիստոնեությունը ամբողջը կապված իրանց հետ, իրանք են տարածողը։ Չի կարելի, ոնց կարելի այդ մարդուն դադապարտել կամ փակել, չի կարելի, պետք է գիտենան ում։ Այնքան կան ավազակներ, խուլիգաններ, տուն քանդողներ, մարտասպաններ շատ կան։ Դրանց պետք է դադեն, ոչ թե ամեն մարդկանց։ Նա մեղավոր չէ, նրա մեղքը գիտեք որն է, որ հայրենասեր է, գեր հայրենասեր է։ Դրա մեղքը հենց եթե սա լիներ մուսուլմանական որևէ երկրում, վաղուց այդ հրանջ տվողի գլուխը կտրել էին։ Պարզապես մեր ժողովուրդն է անտարբերես։ Երբ ձերբակալեցին սրբազանին, մենք այդտեղ հանրավակ արեցին։ Ընդամենը 50 հոգի մարդեր եկեց, ցավ չի դա։ Երբ որ առաջի քրիստոնեական երկիրն է, եւ սրբազան են ձերբակալվում, ընդ որում 2 սրբազաններ։ Եվ պղծում են եկեղեցին հայոց։ Սա մեր ազգի, մեր հայերի ամոթն է ու խայդարագությունը, ամոթ մեզանից յուրաքանչյուրին։ Պարզապես մեղավոր ենք բոլորս, մեղավոր է ընդդիմությունը առաջի հեշտին, իրենց բերած Նիկոլաներ, հիմի չեն կարող տանել։ Դադարան քաղաքական պատվեր կկատարի այսօր։ Տեսնենք լուրերով լսում ենք, տեսնում ենք։ Ինքը արտար է։ 2 սրբազանն էլ արտար են։ Ինքը օրինակ էր բոլոր մյուս մարդկանց համար, օրինակ էր։ Ինձ համար ինքը օրինակ էր։ Իրան արտարացնեն, որպես մարդ, որպես եկեղեցական իրան արտարացնեն։ Իշխանությունը ինչ իշխանություն եղավ, այդ սաղ կառույցը այդ իշխանության հետ է։ Ինչ գրի տվել են એને կատարեցին։ Գրած էր, ոչ թե իրենցով արեցին, ինչ որ հրամայել են, նա એને կատարել են։